Սոնա Ղազարյան։ Պարոն Մարտիրոսյան, շնորհակալ եմ նախագիծ համաձայնագիրը ներկայացնելու համար։ Գուցե ուղիղ կապված չէ հարցս հենց այս համաձայնագրի հետ, չնայած հուսով եմ, որ համաձայնագրով կկարգավորվի այն խնդիրը, որն ուզում եմ բարձրաձայնել։ Ամիսներ կամ շաբաթներ առաջ, երբ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարար Լավրովը Հայաստանում էր, նա հյուրընկալվել էր նաև այս բուհում։ Եվ ռեկտորը մեկնարկ տվեց մի սարսափելի խոսակցությանը, այն է, եւ որ ուսանողներին ներկայացնում էր նախարարին, հետո հարցի հնարավորություն էր տալու ուսանողներին, մոտավորապես չնայած գրեթե բառացի եմ ցիտում, ասում էր թող աղջիկ ուսանողները ներկայանալիս իրենց ընտանեկան կարգավիճակը նշեն, իսկ Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարը հավելեց. ընտանեկան կարգավիճակը էական չէ, կարող են հասցեն ներկայացնել, ինչ որ մի նման բավականին խտրական խոսակցություն էր տեղի ունենում համալսարանում, որտեղ որ ես հուսով էի, որ նման բառամթերք, խտրական վերաբերմունք, չեմ էլ բանանի, սեքսիստական խոսույթ պետք է որ բացառված լիներ, իհարկե տխուր էր, որ դրան հետևեցին ուսանողների ծափահարությունները, բայց ենթադրում եմ, որ նաև ուսանողներ էին ապշահարված նման խոսույթից։ Արդյոք նախարարությունը, ինչպես հասկացա, խորհրդում է ներկայացված լինելով, որևէ փորձել է միջամտել նման խոսակցության շարունակականությանը։ Շնորհակալություն, հարցը իրապես այս համաձայնագրի վավերացման հետ կապ չունի, եւ եթե կարծում նման որևէ քայլ չի արվել, որտեղ որևէ հաղորդագրություն մեզ չի եկել այդ մասով, որ այդտեղի բառամթերքի օգտագործմանը ձեր տրված գնահատականը հենց այդպեսին է եւ իրենք որևէ մեկը դա որպես խնդիր բարձրաձայնել է, հետեւաբար թույլ տվեք այսքանով ուղղակի սահմանափակվել, շնորհակալություն։ Արձագանք։ Պարոն Մարտիրոսյան, ես սիրով գրավոր կներկայացնեմ, թե հղումը այդ խոսակցության, որովհետև այն տեսաձայնագրվել է, այսինքն այն պատմություն չի ուսանողներից, եւ երկրորդը անկեղծ ասած առիթ եմ ունեցել այդ ուսանողների հետ խոսելու, որոնք անմիջապես ներկա չեն գտնվել հանդիպմանը, բայց համացանցից տեղեկացվել են խոսակցության մասին եւ ես կարծում եմ, որ առաջադեմ երիտասարդության համար ժողովրդավար երկրում նման ձևակերպումները կանանց մասին, կին ուսանողների մասին, որոնք թիրախավորվել են բացառապես կին լինելու համար անընդունելի են եւ վստահ եմ, որ նախարարությունը որևէ լծակ կամ միջոց կգտնի հետագայում կանխել բուհական միջավայրում, գիտական, ակադեմիական միջավայրում նման անընդունելի խոսույթի զարգացումը։ Շնորհակալություն, ես ինքս ներկա եմ եղել հենց այդ միջոցառմանը, կուզեմ ասել, որ նայեք, առհասարակ ակադեմիական միջավայրում բարեվարկության հարցերը լուծելու համար եւ մենք էլ ենք Եվրոպայի խորհրդի համապատասխան շրջանակային կոնվենցիայի անդամ, աշխատանքային խմբի անդամ, այս համապատասխան մարմիններ կա, իսկ եւ դա Բոլոնիայի գործընթացով կարգավորվող գործընթաց է, բայց կա բուհական բարեվարկության որոշակի հասցեագրելու որոշակի տրամաբանություն, տվյալ դեպքում բուհի ներսում եւ այլն։ Եվ ես կարծում եմ, եթե որևէ ուսանող բուհի ներսում նման հարց բարձրացներ, թերևս բուհի կառավարման խորհուրդները դրան կարձագանքեին, առնվազն մենք որպես պետական լիազոր մարմին, իսկ տվյալ դեպքում քանի որ ինքը միջպետական բուհ է եւ մենք եւ Ռուսաստանի Մինոբեռնաուկը կամ Բարձրագույն գիտության նախարարությունը նման, այսպես ասած, հարցադրում չենք ստացել Ղազարյան։ Եթե այդպեսին լիներ եւ եթե տեսնենք, որ դա բուհի շրջանակում չի լինում եւ իսկապես այդ գնահատականը համահունչ է այն գնահատականին, որ որոշ ուսանողներ նման են այդպես են զգացել, մենք իհարկե կարձագանքենք, շնորհակալություն։ Շնորհակալություն, կարող եք զբաղեցնել ձեր տեղը։ Հարակից